Բարև Ֆակտոր TV հյուրը հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն է, ողջույն պարոն Զաքարյան։ Հունիսի 7-ին դեռ 3.5 ամիս կա, բայց բավականին ակտիվ են քաղաքական ուժերը, տեսնում ենք ինչ-որ դաշինքային տրամադրություններ կան, խոշորացման տրամաբանություն կա եւ կոնսոլիդացում են, անգամ վարչապետի հայտարարված տեխնացուներ կան։ Հանրապետական կուսակցությունից դեռ նորություն չունենք, մասնակցել, չմասնակցելու վերաբերյալ մի տեսակ անհանգստացնող է ձեր ուժի լռությունը, չլինի չեք ուզում մասնակցել։ Չէ, անհանգստանալու բան չկա, ամեն դեպքում էլ եւ մասնակցելու եւ չմասնակցելու մասին մեր որոշումները կլինեն խիստ հիմնավորված եւ տվյալ ժամանակի համար արդարացված։ Այսինքն չմասնակցելու տարբերակն էլ կարող եք դիտարկել։ Տեսեք, առայժմ այս պահին որոշում, որպես այդպեսին կայացված, որ արդեն պետք է հայտարարել, դրա որոշում մենք չունենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք հետաքրքրված չենք ներքաղաքական զարգացումներով եւ մեզ չի հետաքրքրում, թե ինչ արդյունք կունենա հունիսի 27-ի հերթական խորհրդարանական ընտրությունները։ Մեր համար շատ կարևոր է, որ այդ արդյունքը լինի իշխանափոխության տեսքով, կառավարության փոփոխության տեսքով։ Երկրի քաղաքական համակարգի նորացման, թարմացման եւ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության տեսքով, որովհետեւ դա խիստ անհրաժեշտ է առաջին հերթին մեր երկրին, մեր ապագային, մեր երեխեքին, մեր երկրի ինքնիշխանությանը եւ ամբողջականությանը։ Դրա համար մենք առավել քան հետաքրքրված ենք բոլոր զարգացումներով, շատ ուշադիր հետևում ենք բոլոր քաղաքական ուժերի հայտարարություններին, նրանց ծրագրային առաջնահերթություններին, հետևում ենք, թե ինչ խմորումներ են տեղի ունենում ՔՊ-ի ներսում, հետևում ենք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում ընդդիմադիր հատվածում, ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ, եւ դա մեզ էլ ավելի ու ավելի շատ հիմքեր է տալիս, ավելի ճիշտ որոշում կայացնել եւ մասնակցության եւ չմասնակցության։ Եթե ՀՀԿ-ն չմասնակցի, դա կարող ենք լակմուսի թուղթ որակել, որ դուք հավաքական ընդդիմության հաղթանակի հավանականությունը քիչ եք համարում, չեք ուզում մտնել պարտված խաղի մեջ։ Չէ, մենք կգնանք այն ճանապարհով, որտեղ որ հավաքական ընդդիմության հաղթանակը առավել իրատեսական։ Իսկ եթե գնահատեք, որ իրատեսական չի Փաշինյանին հեռացնելը, եթեով հիմա չունենք, որտեղ բոլոր սցենարներն ենք, մենք հավանական սցենարներն ենք քննարկում, մենք մի անգամ առիթ ունեցել եմ ասելու, մենք չափից ավելի այսպես լուրջ ենք վերաբերվում մեր երկրի ճակատագրին, մեր երկրի ապագային, չենք առաջնորդվում զուտ միայն մեր կուսակցական շահերով, խնդիրներով, որտեղ առաջին հայացքից որ նայում ես, ասում եմ, բնականաբար ցանկացած կուսակցություն իր խնդիրներից մեկը պետք է լինի ընտրությունների միջոցով, հա, փորձել իշխանության հասնել։ Բոլորի նպատակը դա է, դասական առումով, դասական առումով, բայց մենք գտնում ենք ոչ դասական քաղաքական իրավիճակում եւ մեր շուրջն էլ տարածաշրջանը եւ աշխարհը ընդհանուր առմամբ շատ լուրջ վերափոխումների շեմին է գտնվում, այնպես որ դասական մոդելներից այս պարագայում շատ պետք չի բանանել, հղումներ անել դասական մոդելներին, պետք է առաջնորդվել գլխավոր խնդրով։ Մեր համար գլխավոր խնդիրը եղել եւ մնում է իշխանափոխությունը, իսկ իշխանափոխության համար ճանապարհներից մեկն էլ, իրավական ճանապարհներից մեկն էլ անվստահություն հայտնելու գործընթացն է վարչապետին, որը դեռևս օրակարգում է, գուցե պասիվ օրակարգում է այս պահին, բայց այնուամենայնիվ օրակարգում է, ցանկացած պահին կարծում ենք, որ այն ցանկացած պահին հնարավոր կլինի ակտիվացնել այդ օրակարգը նորից, վերաակտիվացնել այդ օրակարգը։ Տեսեք, կան տարբեր քաղաքական ուժեր, որ այսպես խոշորացման տրամաբանությամբ են գնում, Ռոբերտ Քոչարյանի ուժը դաշնակցության հետ ոնց հասկանում ենք դաշինքով է գնալու, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանի այլ ուժերի հետ ունեն քննարկումներ, Սամվել Կարապետյանի ուժը։ Դա մեզ ուրախացնում է այդ Ինչպես եք դուք գնահատում այս process-ները ընդդիմության դաշտում։ Ինչքանով շատ հնարավոր լինի խոշորացված մասնակցել ընտրություններին, ես ընդդիմության մասով եմ ասում, այնքան ավելի հեշտ կլինի վերջնարդյունքում միավորվելը։ Վերջնարդյունքում ես նկատում եմ ընտրություններից հետո, որտեղ ընտրություններից առաջ, հետընտրական կոալիցիաների տեսքով եւ նաեւ հետընտրական զարգացումների տեսքով անձամբ ես համոզված եմ, որ նույնիսկ պարտության դեպքում Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ հրաժեշտ չի տալու իշխանության, այլ կիրառելու է ամենաբիրտ, ամենաուր կոշտ, ամենահակաիրավական մեխանիզմները իշխանության մնալու համար։
Հետևաբար հետընտրական զարգացումները եւս ընդդիմության համար գերխնդիրներից մեկը պետք է լինեն, որի համար պետք է լինել կազմակերպված եւ պատրաստված։ Որքան մեծ լինեն միավորումները նախընտրական, այնքան հետընտրական զարգացումներում ավելի հեշտ կլինի ավելի մեծ ուժեր գեներացնել եւ ավելի բարձր հնչեղությամբ քաղաքական զարգացումներ ունենալ երկրում։ Տեսեք, այս ուժերի հետ, որ ես թվարկեցի, իհարկե նաև այլ ուժեր կարող ենք համեմատաբար փոքր ռեսուրսներով թվարկել, բայց սրանց վրա կենտրոնանանք, հանրապետական կուսակցություն ունեցել է եւ գործակցության շրջաններ, եւ մրցակցության, եւ փոխհրաձգության, այսպես ասեմ, հա, քաղաքական թե Ծառուկյանի, թե Քոչարյանի, Կարապետյանից հետ ոնց որ ավելի համահունչ եք, բայց իհարկե Նարեկ Կարապետյան վերջերս ասում էր, որ իմ հայրը հեռացել է Մասսայական Թալանի դեմ որպես բողոքի ակցիա 17 թվականին, չգիտեմ, սա ձեր մոտ անհարթություն առաջացնում է այս ուժի հետ, թե չէ դուք գործակցությունը հանրապետական կուսակցության նրանց հետ հնարավոր համարում եք հետընտրական տրամաբանության մեջ, որպես կոալիցիոն հավանական գործընկեր։ Մենք գործակցությունը բացի գործող ռեժիմից մնացած բոլոր ուժերի հետ գործակցությունը հնարավոր համարում ենք, եթե դա հիմնավորված է մեր պետության շահով, եթե այնտեղ մենք տեսնում ենք մեր օրակարգը եւս, եթե դա օգուտ է մեր երկրի կայունության, խաղաղության եւ անվտանգության խնդիրների լուծմանը, եթե դա նպաստում է մեր ժողովրդի համախմբմանը եւ հասարակության ներսում հանդուրժողականության եւ հավաքական տրամադրությունների ձևավորմանը, եթե դա նպաստում է արցախցիների իրավունքի վերհանմանը աշխարհում, եթե դա նպաստում է մեր երկրի պաշտպանունակության եւ արտաքին քաղաքականության ամրապնդմանը եւ այլն։ Այսինքն, տեսեք, բազմաթիվ եթեներ ասեցինք, որոնք առավել քան կարևոր է եւ դրա մասին մենք առաջին օրը չի որ խոսում ենք, առնվազն 7 տարի որպես ընդդիմություն մենք դրանց մասին խոսում ենք եւ ցավոք շատ հարցերում չենք սխալվել եւ այդ հենց շատ հարցերի շուրջ էս գործող ռեժիմի սխալ մոտեցումները եւ դավադիր մոտեցումներն են, որ բերել են այսքան կորուստներ եւ վնասներ մեր պետության արտաքին եւ ներքին դիրքերին։ Հետևաբար համագործակցությունը այս կամ այն քաղաքական ուժի հետ պայմանավորված է լինելու առաջին հերթին դրանով։ Անցյալի մասին ինչ մոտեցումներ կան, ինչ, այսպես ասած, ձևակերպումներ կան, որոշ մասը դա կարելի է վերագրել նախընտրական տրամաբանությանը, որոշ մասը զուտ ուղղակի արկա տրենդին համապատասխանությանը, մենք դրան վերաբերում ենք շատ այսպես խոհեմ եւ կարծում ենք, որ այս պահին կան շատ ավելի էական ու կարևոր խնդիրներ մեր պետության առջև կանած։ Այսինքն չունեք որևէ սահմանափակում կոնկրետ այս ուժերի։ Ոչ, որևէ ընդդիմադիր ուժի հետ նորից եմ ասում, եթե այդ համագործակցությունը դիտարկվելու է իշահ եւ ի բարօրություն մեր պետության եւ այս իրավիճակից դուրս գալու։ Պարոն Զաքարյան, եթե փորձենք այսպես օբյեկտիվ գնահատել Փաշինյանից շանսերը, ես կուզեի ձեր տեսակետը, օրինակ տեսեք, նրանք մի քանի խաղաքարտեր ունեն, որոնք երևում են, հա, օրինակ ԱՄՆ-ի հետ այս վերջին գործակցությունը նրանք ցուցադրում են իբրև արտաքին քաղաքական հաջողություններից մեկը միլիարդավոր դոլարներ կգան 6 անգամ աջակցություն հայտնեց, հա, կամ Եվրամիության ուղղությամբ ճանապարհը օրենք է ընդունված եւ Փաշինյանը պարզ ասում է, որ գալու օրը ԵՏՄ-ի, ԵՄ-ի միջև ընտրություն կատարենք, իսկ ԵՄ-ի օրակարգը ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման պոպուլյար է եւ ունի ժողովրդականություն, Ռուսաստանից հիասթափությունը հայտնի է մեր հասարակության շրջանում, իսկ Փաշինյանը, այսպես ասենք, ըստ իր քաղաքականության ամեն դեպքում ցուցադրում է որոշ սառնություն այդ ուղղությամբ, կարող եք չհամաձայնվել, բայց ամեն դեպքում կան խոսակցություններ, որ կարող է խաղաղության համաձայնագիրը ստորագրվել մինչև ընտրություններ, վավերացվել ընտրություններից հանրաքվեից, հետո Թուրքիայի ուղղությամբ կարող է սահմանը մասնակի բացվել առաջիկա։ Սրանք տենդենսներ չէ, որ Փաշինյանը կարող է ասել, այո, աղետ է, իմ ժամանակ եղավ, ներողություն եմ հայցում, ես սխալվել եմ, բայց ես այլևս այդ սխալները չեմ կրկնելու, բերելու եմ խաղաղություն, ահա տեսեք նախադրյալները։ Սա չի մեծացնում նրա շանսերը։ Տեսեք, Նիկոլի իշխանության շանսերի մեծացումը Հայաստանի Հանրապետության շանսերի այս իրավիճակից դուրս գալու մասին չի խոսում, որովհետև մենք առաջին օրը չի որ քաղաքականության մեջ ենք եւ շատ լավ հասկանում ենք, թե
արտաքին աջակցություն, հատկապես թուրքական քաղաքականության աջակցությունը, ինչի մասին է խոսում։ Ամերիկյան աջակցությունը բնականաբար ավելի գլոբալ տարածաշրջանի մեջ ենք նայում, սա կոչվում է դիսկրետ աջակցություն, այսինքն կարճաժամկետի աջակցություն մի քաղաքական միավորի, որի հետ արդեն իսկ կա համաձայնություն, օրինակ ասենք, պանթուրքական կամ կոմունիկացիաների սեփական վերահսկողության մեխանիզմը իրագործել։ Բնականաբար Ամերիկայի Միացյալ Շահերից է բխում, բնականաբար բխում է։ Այստեղ մենք հաշտ ենք այն իրավիճակից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բնականաբար իշահերով պետք է առաջնորդվի, ոչ թե Փաշինյանի կամ Ալիևի կամ որևէ մեկի։ Հետևաբար, եթե այս պահին շահերը համընկնում են, Փաշինյանը կարող համարվի իրանց լավագույն դաշնակիցը։ Թուրքիայի շահերից է բխում Փաշինյանի քաղաքականություն։ Այո, Թուրքիայի շահերից է բխում, դրա համար իրանք երկու ձեռքով պաշտպանում են։ Ալիևի շահերից է բխում, այո, որովհետև ցանկացած թուղթ, որ դեմ է տալիս, ստորագրում են, իսկ յուրաքանչյուր թղթի մեջ գրած է, որ Ադրբեջանի գերակայությունը Հայաստանի քաղաքականության նկատմամբ իր ահռելի սահմանափակումներով հանդերձ Հայաստանի այսպես կոչված կառավարությունն ընդունում է։ Արևմտյան երկրների, եվրոպական երկրների գործընկերության եւ շուտով էլ եվրոպական համայնքի հերթական ժողովը կլինի, մենք կտեսնենք օվացիաներ, մենք կտեսնենք ԿՊ-ին շատ մեծ աջակցություն, տարբեր խոստումներ։ Մեծ քաղաքական ռեսուրս է։ Մեծ քաղաքական ռեսուրս է բնականաբար, բայց դրա մեջ նաև մեծ քաղաքական խաբեություն եւ մեծ քաղաքական հիասթափություն է սպասվելու մեր ժողովրդին։ Ես չգիտեմ, դուք հետևել եք Մյունխենի անվտանգության կոնֆերանսի Գնաք, բայց մինչև Մյունխենը գնալ ես։ Ես հենց ձեր հարցին եմ պատասխանում, ընդեղից մի փոքր հատված բերելով, երբ որ Մոնտենեգրոյի նախագահը հարցնում է Մերցին, իմիջիալից որը լավագույն ելույթներից մեկը իմ կարծիքով ունեցավ։ Մերցը, այո, շատ իրատեսական եւ շատ կոնկրետ Եվրոպայի խնդիրների մասին։ Հարցնում է Մոնտենեգրոն երկար ժամանակ սպասում է անդամակցությանը եւ ինչքան է սպասելու, շատ անկեղծ ասեց, որ ցավոք մենք ինչքան էլ շատ ուզենանք, առայժմ այդ դռները դեռ դժվար է բացել, որովհետև շատ ու շատ խնդիրներ կա, խնդիրներ կա։ Մենք գիտենք, որ Եվրոմիությունը չի սպասում։ Եթե Բալկանյան երկրների չի սպասում, եթե արևելաեվրոպական երկրներին չի սպասում, առավել եւս Հարավային Կովկասի երկրներին չի սպասում ու չի սպասում։ Այո, հայտարարություններ կլինեն, որ դուք ուրախ ենք, ողջունում ենք ձեր եվրոպական ուղին, այս կողմենքում միշտ են եղել այդ հայտարարությունները, մեր ժամանակ են եղել այդ հայտարարությունները, բայց խաբել հերթական անգամ արդեն իսկ խաբված եւ կորցրած ժողովրդին, արդեն իսկ խաբված եւ կորուստներ կրած, զոհեր տված, գերիներ ունեցող, տարածքներ կորցրած, ինքնիշխանության վնասած եւ այս պահի դրությամբ շատ խոր անորոշության մեջ գտնող ժողովրդին եւս մեկ անգամ հիմա էլ ավելի գլոբալ մակարդակով խաբելը կարծում եմ, որ ճիշտ չի։ Մենք այդ խաբեությունների դեմը փորձելու ենք առնենք։ Շատ լավ, կներեք, ես մի հարց էստեղ տամ, շարունակենք։ Ձեր թվարկումը արդյոք չի հիմնավորում, որ Փաշինյանը ուղղակի քաղաքական վարպետ է, կարողացել է, տեսեք ինչքան ուժերի շահեր կենտրոնացնել իր շուրջ, պարոն Զաքարյան։ Ինչքան աջակցություններ ստանալ։ Սեփական ժողովրդին խաբելու հաշվին, սեփական տարածքները կորցնելու հաշվին, սեփական ազդեցությունը թույլատնելու հաշվին, սեփական անվտանգային ռեսուրսները մսխելու հաշվին, ասել, որ վարպետ է գոյացել, իսկ ինչու հակառակը չեք նայում, իսկ գուցե հենց ես հարցնում եմ, ուղղակի չեմ մեր գործընկերներն են վարպետ, որ օգտվում են, վարպետորեն օգտվում են Փաշինյանի, այսպես ասած, արկածախնդիր քաղաքականությունից, որը կայանում է միմիայն սեփական իշխանությունը պահելու մեջ։ Ուղղակի այդքան ուժերի շահերը փոխկապակցել սեփական անձի հետ, եթե դուք վարպետություն եք նկատում, չգիտեմ, կարմիր բերետներով եւ տարբեր տեսակի, այսպես ասած, տեխնիկական միջոցներ կիրառելով խաղաղ ցուցարարների դեմ սրել է։ Վարպետություն եք համարում Պրագայում գնալ եւ հրաժարվել հազարամյա հայկական Արցախից եւ թաղել ինքնորոշման իրավունքի խնդիրը։ Եթե դուք վարպետություն եք համարում, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը Բաքվում դատվում է այսօր, եթե դուք վարպետություն եք համարում, որ, չգիտեմ, մեր պարտքը պետական
երկուս եւ ավելի անգամ աճել է եւ մենք չունենք, այսպես ասած, տնտեսական բավարար ռեսուրսներ հեռանկարը կառուցելու։ Չգիտեմ, դրա վարպետությունը որն է։ Ես թվում է դուք լավ հասկացաք ես ինչ նկատում եմ։ Ես հասկանում եմ, շատ լավ հասկանում եմ, բայց ինչ որ ինձ վերագրեցիք, ես դա չեմ պնդել, ուրիշ բան է։ Ես գիտեմ, որ դուք դա չեք պնդում, գիտեմ, որ դուք նաեւ իրականում այդպես չեք մտածում, բայց հարցը իրականում տեղին է, որովհետև հենց վարպետության այդ ոնց որ ասում են լովկոս ռուկի Նիկոլկովը աբանը, չէ, այդ վարպետորեն նա կարողանում է ընդհանրապես խաբել սեփական ժողովրդին, այն հատվածին, ովքեր ոչ հեշտ խաբվում են միամիտին։ Այդ վարպետությամբ ինքը չի խաբում ոչ Եվրոմիությանը, ոչ Թուրքիային, ոչ Ալիևին, ոչ Ռուսաստանին առավել եւս, ոչ էլ ներքին քաղաքական ուժերին, որովհետև բոլորը շատ լավ հասկանում ենք հարցի արժեքը, գինը եւ դրա հետևանքը։ Տեսեք, արդյոք ընդդիմությունը երբեմն այս ուժերին, աշխարհաքաղաքական այդ կենտրոններին իր բառամթերքով ասելով, որ ես գալու եմ, ասենք, խմբագրեմ օգոստոսի 8-ը 17 կետերը նոր օրակարգ եմ առաջ բերելու կամ Թրամփի ուղին մի քիչ այլ ձև պետք է լինի եւ այլն, չի մղում կամ Եվրամիություն գնալը իրատեսական, չի պետք է Ռուսաստանի շահերն հաշվի առնել Իրանի եւ այլն, չի մղում նաեւ այս ուժերին կենտրոնանալ Փաշինյանին աջակցելու վրա, պարոն Զաքարյան, որովհետեւ կնեք Վենսը նաեւ երբ որ Փաշինյանին այդ աջակցությունը ցույց էր տալիս, նա դա ցույց էր տալիս ամերիկյան ծրագրերի շարունակականությունը ապահովելու համատեքստում, հա, որ դուք լինեք կշարունակվի, մոտարապես բառացի չեմ ասում, բայց ուղիղ եթե նայենք, այդպես է ասում։ Ընդդիմություն կնեք չի դիրքավորվում նաև այդ ուժերի նկատմամբ որպես հնարավոր ապակառուցողական իշխանություն, նրանց շահերը, այսպես ասենք, ոտնահարող հավանական իշխանություն կամ օրինակ նույն թուրքերի եւ ադրբեջանցիների տեսանկյունից, եթե իրենց ֆոկուսից հա կենտրոնանանք հայաստանյան ներքաղաքականության վրա, միգուցե նրանք դիտարկում են ուժեր, որոնք հակված չեն ռեգիոնալ պրոյեկտների գնալ, ապաշրջափակման, իրենց ճանապարհ տալ կամ հակված չեն խաղաղության այս process-ը, որ կա շարունակել եւ ընդդիմությունը ուղղակի իրեն դնում է հարվածի տակ, ինչ կարող եք ասել։ Նայեք, իշխանափոխությունը Հայաստանում, հնարավոր իշխանափոխությունը, որ ես կարծում եմ, որ այն ամենի տեղի ունենալու է, վնասելու է միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Ամերիկյան շահերը բնականաբար չեն վնասվելու, ռուսական շահերը չեն վնասվելու, Իրանի շահերը չեն վնասվելու, Չինաստանի շահերը չեն վնասվելու, Եվրոմիության շահերը չեն վնասվելու, որովհետև եթե նկատել եք ընդդիմադիր հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը, ես հանրապետականի անունից ասեմ, հանրապետականի համար գլոբալ գործընկերությունը մեր տարածաշրջանի հետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շրջանակներում խիստ կարևոր է եւ արտաքին քաղաքականությունը հիմա առավել եւս կարևոր է։ Եթե մենք պետք է գանք եւ կտրենք հարաբերությունը, դա նշանակում է չեղավ արտաքին քաղաքականություն։ Կնեք ձեր խոսույթ է տրամաբանության մեջ, չի որ օգոստոսի 7-ը խմբագրային եւ ընդհակառակը։ Պետք է ավելի լավացնել, ավելի զարգացնել, այնտեղ ավելացնելով հայկական շահը։ Դեք որտեվ միայն 24 կամ 26%-ը չի հայկական շահ է, այլ սառույցի վրա գրված։ Այնտեղ շատ ու շատ խնդիրներ կա, որոնք մեր գործընկերները վստահ եմ շատ ավելի լավ կհասկանան ու շատ ավելի հարգանքով կմոտենան Հայաստանի խնդիրներին, որովհետև ես վստահ եմ Փաշինյանի հետ բանակցելուց ասում են մենք ենք ուզում դու դիմացնին չես ուզում, ասում եմ ուզում եմ որ աջակցեք ինձ ընտրվեմ։ Շատ լավ, կաջակցենք։ Կընտրվես, չես ընտրվի, չընտրվելուց հետո Նիկոլը չի գնալու ասի բախի ձեր խոստումը չկատարեցի։ Կընտրվես լավ, չես ընտրվի, ոչ առաջինն ես, ոչ վերջինն ես ամբողջ աշխարհում։ Հետևաբար այդտեղ տենց նայել, որ դա աջակցություն է, ընդհանրապես պետությունները իրար լուրջ վերաբերվում են, երբ որ լիդերները պետական քաղաքական շահերին են նայում։ Տեսեք Ռուբիոյի ելույթը եւ նախորդ տարել Վենսի ելույթը քաղաքակրթական Միացյալ Նահանգների ստրատեգիական եւ ֆունդամենտալ քաղաքական առաջնահերթություններ էր, ասում են, այնտեղ անուններ չկար, այնտեղ չկար, որ Կիր Ստարմերը մեր Վեշտինգերն կամ Մակրոնը մեր հա բան ենք պայմանավորվել կամ Նիկոլը կամ այնտեղ արժեքներն են, քաղաքակրթական նորմերն են, պետության շահերն են, հստակ, իրատեսական, կոնկրետ եւ ընդհակառակը, եթե պետական շահը կա, իրանք ավելի շատ են քեզ վստահում։ Եթե քո շահը միայն քո ընտրությունն է, անլուրջ են վերաբերվում։ Հա, կգան կծափահարեն, մեջքիդ կթափահարեն, բան կանեն, մի երկու հատ լավ ֆոտո կանեն, կգնան, բայց դա ամենահեշտն է իրանց համար անել։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ երկու պետության շահը դրված, շատ ավելի լուրջ են վերաբերում ու այդ ներդրումներն էլ են իրական լինում։
այդ գործընկերությունը, որտեղ իրանք էլ վստահ են, որ դու էլ ես շահագրգիռ այդ գործընթացի մեջ։ Հիմա իրանք sense նայում են, ասում են, լավ, Նիկոլը մի օր փոխվելու է, բավար հաջորդ իշխանությունները կան ու ընդհանրապես սա բան անեն, այդ ներդրումներն էլ չեն լինի են մյուս։ Հետեւաբար իրանք հետ հեշտ է պայմանավորվել, երբ որ տեսնեն պետական շահ կա այնտեղ։ Իսկ մեր ասած այնա, որ եւ Ռուսաստանի հետ եւ Միացյալ Նահանգների հետ եւ Իրանի հետ պետք է վստահ լինես, որ իրանք էլ քեզ վստահում են, որովհետեւ քո պետության շահն էլ այնտեղ։ Իշխանության շահը չի։ Իշխանությունները նրա համար են, որ երբ որ իրանց պետությանը վտանգ է սպառնում, իրանք ներսում պայմանավորվեն եւ փոխվեն իշխանությունը, ոչ թե ատամներով կարճեն եւ կռիվ տան եւ ընդդիմադիրներին բանտարկեն։ Էլ ավելի վնասելով, էլ ավելի խորացնելով պետության սպառնալիքները։ Դուք ԿՊ-ին առաջարկել եք պայմանավորվել իշխանափոխության շուրջ եւ մերժել են, այո։ Դեք 44 օրյա պատերազմից հետո ԿՊ-ին ընդհանրապես ոչինչ պետք չի առաջարկել, որովհետեւ իրանց գործողությունները խոսում են այն մասին, որ իրենք ի վիճակի չեն, իրենք վիճակի չեն պայմանավորվել նկատի ունեք ընդհանուր առմամբ որևէ գործողությունների մեջ։ Իրանք adekvat չեն, այո։ Բայց հաղթեցին 21-ին բանզակը։ Դե 21-ին հաղթեցին, թե իշխանափոխությունից հետո պարզ կլինի թե ոնց հաղթեցին եւ ինչի 26-ին էլ բավոր հաղթեն։ Ուրեմն դրանից հետո եկած իշխանափոխությունից հետո պարզ կլինի ոնց հաղթեցին եւ ինչի հաղթեցին։ Դեք ես օրինակ չեմ հավատում, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ակնհայտ ճնշող մեծամասնությունը, այսպես գոհա եւ ոգևորված է եւ այդքան միամիտ է։ Բայց նրանք համեմատում են ուժերին, պարոն Զաքարյան։ Համեմատում են ուժերին, հասկանում են։ Կարող է սա լավագույն իշխանություն չի, բայց ընդդիմությունը այնպեսին է, որ չեն ուզում վերադառնալ։ Մենք չենք ասում, գիտեք, եթե մենք չենք հաղթել, ուրեմն դա վատ ընտրություններ է, կամ եթե մենք չենք հաղթել, ուրեմն վերջ արդեն ամեն ինչ կործանված է։ Մենք ասում ենք, քանի դեռ Նիկոլն է իշխանության, ապացուցված է եւ 7 տարին քիչ ժամանակ չի, գումարած դրան։ Նորից վերադառնալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, բոլորն ասում են, որ այլևս հին աշխարհակարգը չի գործում։ Կնեք, եկեք ստեղ մի հարց ու որ դրանով նոր աշխարհակարգը, նոր մոտեցումը։ Հայաստանի դիրքավորումը, այդ ձեր ասած փոփոխությունների համատեքստում եւ կնեք, որ ընդհատեցի, ուղղակի սրանով, հա, ամփոփենք, քան որ անընդհատ գալիս ենք այդ հարցին, ինչ կանոնների շուրջ է լինելու այդ ձեր ասած աշխարհակարգը, ուժի գործոն շատ ընդգծված է եւ Հայաստանի շանսը է այստեղ սրանով ամփոփել։ Ուժի գործոնի եւ ռեգիոնալ համագործակցության շնորհիվ, այսինքն այլևս այդ լիբերալիզմի եւ չգիտեմ պոպուլիզմի մարդկանց, որ ասում են, հարիվ մարդ գտնել, խաբելու եւ ինչ որ բան ձեռքից վերցնելու, այդ բաները անցավ աշխարհը, այդ արդեն այդ турբուլենտ այդ վիճակներից անցավ, որովհետեւ տեսա, որ դրանք կոնֆլիկտոգեն եւ խնդիրներ ստեղծող իրավիճակ է եւ այդ մոտեցումները աշխարհին բերեցին բազմաթիվ խնդիրներ եւ անպատասխանատու հայտարարություններից մինչեւ որ արկա պայմանավորվածությունները չպահել, հայտարարել մի բան, անել լրիվ հակառակ բանը։ Ասում ենք Ղարաբաղի հարցում վերցրեք, տեսեք, միայն Նիկոլը քանի անպատասխանատու հայտարարություն եւ հակառակ գործողություններ արել, կերտելով խնդրեմ կամ օգնելով, որպեսզի այդ խնդրեմը խորանա։ Հետեւաբար նույնը նաեւ մնացած ռեգիոններում։ Հետեւաբար այս իրավիճակում արդեն ավելի պահպանողական, ավելի ֆունդամենտալ, ավելի ռացիոնալ քաղաքակրթական չափումների վրա հենված արժեքներն են դառնալու նոր աշխարհակարգի հիմքը։ Եվրոպան դա կլինի Չինաստանի շուրջ, դա կլինի Ռուսաստանի շուրջ, դա կլինի Եվրոմիության շուրջ կամ Եվրոպայի մի քանի երկրների շուրջ, որովհետև Եվրոմիության ապագան էլ տենց մեծ հաշվով այդքան որոշակի չի, անորոշությունները գնալով շատանում են։ Դա կլինի Միացյալ Նահանգների շուրջ։ Այն որ միջազգային կառույցներն այլևս չեն գործելու նույն տեսակարգի շրջանակներում, դա եւս ակնհայտ է։ Կստեղծվեն նոր միջազգային կառույցներ, կստեղծվեն նոր կառույցներ։ Հիմա Հայաստանն ինչ անելու է։ Այսօր ասենք Միացյալ Նահանգները ստեղծում են խաղաղության խորհուրդ, նման դեղամասնակցություն։ Վաղը գերմանացիները կստեղծեն, ֆրանսիացիները, անգլիացիները հետ մի հատ ուրիշ խորհուրդ, հետո պիտի վազին դեղամասնակցեն, հետո թուրքերը կստեղծեն մի հատ ուրիշ խորհուրդ, վազին հետո ռուսները, հետո չինացիները, չի կարա այսպես լինի, հասկանում եք։ Յուրաքանչյուր տեղ քեզ հարց են տալու, ասում որ քաղաքակրթական արժեքներն են քեզ բերել ստեղ մեր դաշտ եւ որ շահերն են բերել ստեղ մեր դաշտ։ Դու պետքա դրանց հիմա պատասխաններ ունենաս, այնպես չի որ այսօր մեջքի տպաստեն դու էլ մամուլում գրես, որ հրավեր ենք ստացել, ողջունում ենք, ընդունում ենք, հեսա վազելով եկանք, այսօր գնացել է, չէ։ Այսինքն պետք է ամբողջությամբ հասկանալ, թե ինչ
հարաբերություններ են դրված հիմքում։ Մեծ տերությունները ի վերջո իրար հետ պայմանավորվելու են փոքրերի մասին է խոսքը։ Եվ նույն անվտանգության կոնֆերանսում փոքր պետությունների համար շատ ու շատ մտահոգված են։ Եթե Գերմանիան ու Ֆրանսիան են մտահոգված իրանց պետության ապագայով, մենք իրավունք ունենք, այսպես Նիկոլի հետևից խաղաղություն գոռալով գնանք դեպի թուրքական աշխարհ, վստահալնելով, որ հեսա տեսեք ինչքան լավ ալնելու պամիդորը 1000 դրամից դառնալու է 890 դրամ։ Չի կարելի այդքան տենց միամիտ ու այդքան կներեք բառիս համար հարիվ լինել։ Դա մեզ չի սազում։ Դա մենք պետք է դրա քաղաքական ուժերը, քաղաքական կուսակցությունները ինչի համար են, որ կարողանան քաղաքական գաղափարներ եւ մտքեր բանանել։ Դե հիմա դուք փորձեք գնացեք, ասենք, հմեկում քաղաքական միտք զարգացրեք։ Նենց կաղավաղեն ձեր ցանկացած նախադասություն միտք են, հենց տեսնեն ինչ որ մի ռեալ բան է հնչում, նենց բան հարցեր կտան, այսպես ասած, դες չեն կանչում։ դեպի ես չգիտեմ, ես կգնամ թե չէ։ Գիտեք, ես ինչի այս օրինակը բերեցի։ Մեկը ես համարում եմ նաև մեր հեռուստաընկերությունը եւ յուրաքանչյուրը պետք է համարի իր հեռուստաընկերությունը։ Բայց այսօր այդ ամենակարևոր հարթակը, որտեղ պետության շահերի մասին է պետք խոսել, որտեղ պետության համար է պետք խոսել։ Եվ այնտեղ, չգիտեմ, ամեն ինչը պատտվում է այնպես, որ ԿՊ-ն լավ է, մնացածները սրիկաներ են, մնացածները վատ են, մնացածները բան չեն հասկանում, մնացածները ինչ-որ բան են ասում, որի վրա պետք է ծիծաղել, որը պետք է ասեն սարկազմիկ հարցապնդումների դաշտ մտցնել, հենց տեսնում եմ, որ մի այսպես ես վերջերս իմ նայած մի քանի հարցազրույցների արդյունքն եմ ասում, չնայած դա բան չի, հա, նորություն չի։ Նույն կերպ մեր տեղեկատվական դաշտը բոլորը, եւ ընդդիմադիր, եւ իշխանական։ Բայց ընդդիմությունն էլ լիքը լրատվամիջոցներ։ Դե այդ եմ ասում, էլի բոլորին։ Ես օրինակը հմեկի վրա բերեցի, բայց հարցը բոլորին է վերաբերում։ Նկատի ունեք այդ մշակույթը բոլորին է հատուկ։ Լուրջ է պետք էլի մոտենալ խնդիրներին։ Շատ լուրջ է պետք մոտենալ խնդիրներին եւ եթե մեզ հնարավոր լինի համատեղ քաղաքական միտք գեներացնել։ Այդ դեպքում էլ արդեն իրական չի ով է իրականացնում, դա ով է կատարողը։ Կատարողի անուն ազգանուն ինչ է։ Անկեղծ իմ համար կատարողի անուն ազգանունը այդ ընդհանրենք արտգործնախարարի անուն ազգանունը կարևոր չի, իմ համար կարևոր է, որ ես վստահ լինեմ, որ այդ արտգործնախարարը պայմանավորվեց մի բան, որը ինձ հնարավորություն է տալու իմ երկրում ավելի երկար ապրելու ծրագիր մշակել։ Իմ համար ողբերգությունը ում հետ խոսում ես, ասում է Նիկոլը, որ ընտրվեց, թողելու են գնանք, եւ այդ մարդիկ կայացած մարդիկ են։ Արժեք ստեղծած, բիզնես ստեղծած, երեխաներ դաստիարակող, կրթության մասին մտածող մարդիկ են։ Այդ մարդիկ, որ թողեցին գնան, դա ով է մնալու։ Այդ մարդիկ, ովքեր ընդամենը կարողանում են ծառայություններ մատուցել եւ բան անել, իրանց համեստ գիտելիքների շրջանակներում հանրային կյանքին մասնակցել, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ։ Բայց մենք մարդկային կապիտալին շատ բան ենք, վատ ենք վերաբերում։ Շնորհակալ եմ, պարոն Զաքարյան, զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արտակ Զաքարյանին։